Ես հիանալի հասկանում եմ, որ նույնիսկ այդ իմ համար ոչ այդքան ընդունելի բառակապակցությունը դրական տրամաբանության մեջ է ասվում, ընդգծելու միգուցե այն կամքը, այն ազնվությունը, որ պայքարի մեջ դրսևորում եմ, ես մշտապես ուզեցել եմ, որ անկեղծությունը, որ ես ունեմ, մեր հասարակությունն ու քաղաքացիները բնականաբար դա տեսնեն։ Այդ ձևակերպումը իմ հասցեին ոչ թե չեմ սիրում, ես ցանկացած ձևակերպում հանգիստ իմ հասցեին լսում եմ, հավատացեք, բայց ինձ համար հաճելի է, երբ խոսում են Նիկոլի դեմ պայքարող կանանց մասին, հենց առանց լրացուցիչ ինչ-որ իրանց մեր կարծրատիպերի մեջ տեղավորելու տրամաբանությամբ կամ ցանկությամբ։ Այսինքն ինչ մենք պայքարող կնոջը չենք պատկերացնում, դրա համար կողքը մի հատ տղամարդ բառն ենք ավելացնում, որ ավելի ընկալելի լինի։ Կնիկ տղամարդ է սա, ես քո ցավը։ Այսինքն դա մեզ մոտ կարծրատիպային է, դա ընդհանրապես հայկական ինքնությանը բնորոշ չի։